Այս իշխանությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի հարուստները խուսափեն զինվորական ծառայությունից, մինչդեռ բանակում կծառայեն հիմնականում սոցիալապես անապահով երիտասարդները։ Ինչպես եք վերաբերվում այսօր ըստ դրական նախագծին։ Այդ նախագծին վերաբերում եմ շատ բաց, բոլորներ պետքա ծառայեն, եւ հարուստները, եւ միջին խավը, եւ քասիբները։ Ոնց որ եղել է սովետական միությունում, այն ժամանակ էլ որոշ չափ ազատվել էին բանակից, բայց այսօրվա դրությամբ պետքա բոլորը ծառայեն իրաց ազգի համար։ Դա խայտարակություն է ուղղակի, всё։ Ուրեմն հարուստները չպետք է լավ շորեր հագնեն, լավ մեքենաներ քշեն, լավ տներում ապրեն, հա։ Բոլորը հավասար է։ Չէ, հարցը դա չէ, այստեղ այդ խնդիրը չի։ Ափսիկ ջան, հարցը հենց դա է։ Նախ Այդ մեր մեկ, տղաները երկրորդը այդ գումարը անես չի ինչ որ մեկի Եվ շատ բար բանակում են ծառայել վերադասը։ Ինչ է ստենց ասում, որտեվ հիմա մենք մեկի գրպանն է։ Ես դեմ եմ, որ այդպիսի բան լինի, որտեվ կամ եթե հայրենիքդ սիրում ես, միջև վերջ պետք է ծառայես եւ դա պարտադիր է։ Իմ տղաները իսկ դու տենց ես ասում ընտանեկան վեճը կլինի։ Այո, ընտանեկան վեճ, այո։ Հիմա մենք էլ չունենք տղա ծառայելու դրա համար ես տենց ասում, բայց փող էլ չունես։ Ինչին ես եկել, լավ է, որ բոլորը հավասար ապրեն։ Ես դրա կողմնակիցն եմ։ Բոլորը հավասար ոնց։ Ոնց? Բոլորը պետք է ծառայեն։ Ոչ, նորմալ պայմաններում։ Նորմալ պայմանները ո՞րն է։ Բացական, իմ կարծիքով ճիշտ չի դա այդքան էլ։ Ինչ որ պարագայում միգուցե դա հաշվառում, բայց սենց տենենց օգտվելու են հարուստի երեխաները, հարուստները ու նորմալ չի այդ, որովհետև միշտ էլ տենց աղա, ճիշտ է, ուզում են ասենք կոռուպցիան հենց անեն, որ չլինի, ասենք կաշառք չտան երեխան բանակ չգնա, բայց ամեն դեպքում այդ տարբերակը ինձ թվում է չի աշխատելու, էլի նորմալ չի, սենց եթե դա ընդունեն, ինձ թվում է հարուստի երեխեքը կշահեն, նորմալ չի։ Ինչքան միլիոնա տոտալ, որ ծառայելի, նրանք թող փող ստանան գումար, որ ուզում ծառայի։ Եթե փողնի տոտալ ազատվի, այն որ ծառայի, թույթա ծառայի գումարով։ Ոչ դրական, նրանց է փողեր են դրել, որ հազվագյուտ մարդիկ կարողանան մուծել։ Ուզում են արտասահմանից մարդ բերել, բայց չի ստացվում։ Շատ բացասական։ Եվ միշտ էլ տենց եղել, ոչ մի անգամ էլ հարուստ երեխան չի ծառայ։ Անկախության ընթացքում հələ չի եղել տենց դեպք, որ հարուստները երեխան ծառայեն։ Դա ՊՆ նախարարության հիմնական վիրուսն է։ Չեն կարող կոռուպցիայից հրաժարվեն ու տենց էլ մնացել է։ Շատ բացասական հետևանքներով։ Հեքիաթներին մի հավատացեք։ Ամեն ասողի հեքիաթ չի անցնում։ Շատ բան խոստացավ, վերախոստացածից մի նախադասություն չի արել։ Միշտ էլ եղել է տենց, որ հարուստները երեխաները չեն ծառայել, конечно, սխալ է, դա։ Ես գտնում եմ, որ երկիրը պետք է պաշտպանեն բոլորը, բոլոր երիտասարդները։ Եթե աղջիկները հնարավորություն ունեն ու ցանկանում են, աղջիկներն է պետք է պաշտպանեն երկիրը։ Երկիրը պաշտպանել պետք է մեր հայրենիքը, ամեն ինչ պետք է անեն, որ պաշտպանեն հայրենիքը։ Հարուստ են, աղքատ են, բոլորը պետք է գնան, ոչ թե փող տան ու ազատվեն։ Ես չեմ սիրում ջողողությունը, էլի, սա հավասարություն պետք է լինի։ Ես ինքս 20 տարի ծառայել եմ, զինվորական թոշակառու եմ, հեսա 8 տարի թոշակում։ Ես էլ կուզենայի, որ հարուստն իմ թորներին չուղարկեի բանակոյնը։ Անի որ չես կարող պետք է տան ծառայեն, ինչ ա եղել, թո ծառայեն, էլի։ 20 տարի առաջ Տաշկենտում ես որ ապրում եմ, այնտեղ էլ կար այդ նույն բանը։ Ալտերնատիվնի ծառայություն էր կոչվում։ Որ ասենք մարդը չէր ուզում ծառայել, այդ մեր աշխատում էր, աշխատավարձի 20%-ը գնում էր պետության, էլի նույն բանն էր դառնում, էլի։ Այդ ծառայել պետք է անպայման։ Ես մտածում եմ, որ իրավունք չունեն, բոլորը պետք է ծառայեն մեր հայրենիքի համար։ Հարուստ է, աղքատ է, կապ չունի։ Հայրենասիրությունը հարուստ աղքատ չի որոշում, պետք է բոլորը ծառայեն, բոլորը պարտական են։ Դա շատ սխալ է, պետք է լրիվնել, եթե ծառայել թունա, թե իրանք էլ հետներից ծառայեն։ Իրանք երեխեքը մեզնից լավ է։ Ես չգիտեմ, չեմ մտածել, բայց գիտեմ, որ դրանով բան չի դուրս գա։ Օգուտ չի լի ոչ բանակին, ոչ էլ մարդկանց։ Որտեղ մարդիկ վերջի փողերը կտան, չեն պարաբի, չեն ծառայի, համ բանակը մարդ չի, զինվոր չի ստանա, իսկ զինվորն էլ
կմնա առանց գումար։ Կառավարությունը ինչ էլ ընդունի այդ որոշ բանը կողմեն։ Իսկ ես դեմ եմ։ Ախ, սպասվել։ Մեր պետությունը ով պետք է պաշտպանի։ Անփորձ զինվորները գոնե նրանք գնում են ծառայության, փորձ են ձեռք բերում, ինչքան չլինի էլիտի մեծ նշանակություն ունի։ Ես չեմ կարող այդ օրենքին ծանոթ չեմ ճիշտ ասած, բայց կարծում եմ, որ բոլորը պետքա ծառայել։ Այդքան բան։ Ես դեմ եմ, որովհետև իմ երկու տղաները ծառայել են եւ փառքով եկել են տուն։ Հարևան երկրներում կա նման օրենք, որ հարուստները չէ ինչ որ չծառայելու համար կամ կարճաժամկետ ծառայելու համար վճարում են, բայց այդ վճարը գնում է ի նպաստ ծառայողների, որտեղ մարդիկ ղեկավար անձնակազմը դառնում է ավելի պատասխանատու, ծառայողներն էլ ունենում են հնարավորություն, ասենք հետագայում իրանց վիճակը ավելի բարելավելու, բայց եթե դա նշանակված է, որ կոռուպցիոն սխեմաները կրճատել, այդ դեպքում շուկայական գինն է այստեղ առաջանում, ոչ թե բարձրանում հակառակը։ Եթե ասենք շուկայական գինը այսօր պետական գինը արժի 15 միլիոն, չգիտեմ, ինչ որ մի հատ X տիպ, ուրեմն շուկայական գինը իջնում է ավելի ցածր։ Բանը եթե չեմ սխալվում, Պարսկաստանում է կարծեմ, լսել եմ, որ ընդեղ այդպես օրենք կա, հլա սովետի ժամանակվանից, բայց ասում եմ, այդ գումարները գնում է այդ ծառայության, որտեղ արդեն ծառայողները իհարկե ոչ թե մենակ վարչահրամայական մեթոդով չէ։ Զինվորին բան պատահեց, նրանք գլխով պատասխանատու են։ Ստեղի պես չի, որ ասի չգիտեմ, չեմ իմանում, ոչ մի պատասխանատու մարդ չկա, կամ ինչ որ ձևակերպեն, որ ինքնասպան եղավ։ Այդպես բան չկա, վերջապես այդ ժողովրդի մի 40%-ը ինչ որ ռուսական բանակում ծառայել է, դիսցիպլինան գիտի ինչ է, պատասխանատվությունը գիտի ինչ է, գիտի ինչ հսկողություն կա։ Ժամը մեկ կանգնացնում են ստուգման են ենթարկում, ով գնաց, ով ուր գնաց, ոնց արնում, որ այդպես այդքան բաներ է պատահում։ Դա ներքին հարց է, ներքին կանոնադրությունն է, որ ասենք չի պաշտպանվում։ Ցանկացած զորամասի հրամանատար ասում է, դա իմ հարցը չի։ Ընդ սալդատը կմեռնի, ինչ կլինի, նա պատասխանատու չի ինչ որ բաների համար։ Ցույց տվեք մի հատ մարդ, մի հատ զորամասի պետ, որ իր ուսադիրներից զրկվել է։ Իսկ դա սովետական բանակում կար, որ մարդը ուսադիրներից զրկվում էր, ուսադիրների ծառայության աստղներից զրկվում էր, որի համար 10 տարի նա ծառայում էր։ Չկա այդ պատասխանատվությունը։ Հայկական բանակում ես դա չեմ տեսել։ Չեմ տեսել, դրա համար այդքան ինչ էլ ասես էլ նոմա։ Եթե անգամ բան չլինի, մենակ այդ պատասխանատվությունը բարձրացնելը, դա չի նշանակում, որ մեղավոր մարդուն մաքսիմում հոդված տաս, չէ։ Մեղավորը պետք է ղեկավարը մեջ փնտրել, ոչ թե ներքևի մարդը, որ ինչ որ մի բան արել է։